Հոգիս մահուշապ տրտմած է։ Այստեղ եւ արթուն կացեք, աղոթեք, որ փորձության մեջ շնկնեք։ Եկեք նստենք այստեղ։ Տեսնես ուր գնաց։ Չգիտեմ, բայց եթե ասեց սպասենք, ուրեմն կսպասենք։ Հայր, եթե կարելի է, այս բաժակը հեռացրու ինձնից, սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի։ Պետրոս, Ուսուցիչ, մեկ ժամ էլ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։ Արթուն կացեք եւ աղոթք արեք, աղոթեք, որ փորձության մեջ շնկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Ուսուցիչ ինչ է պատահել։ Ինչով կարող ենք օգնել քեզ։ Արթուն կացեք եւ աղոթք արեք։ Հայր, եթե կարելի է, այս բաժակը թող հեռու անցնի ինձնից, որպեսզի չխմեմ այն, օգնիր ինձ, հայր։ Մտածում էիր, որ հեշտ է, հեշտ է քեզ վրա կրես մեղքի ծանրությունը, Էլույր մնաց ողջ մարդկության մեղքի բեռը, դու պատրաստ ես այդքան թանկ վճարել։ Հայր, օգնիր ինձ, զորացրու ինձ, ուժ տուր ինձ։ Հայր, իսկ ով է քո հայրը, դու իսկապես կարծում ես, որ կարող ես անել, հա, կարծում է, որ կարող է անել, դու էլ ես կարծում, որ կարող է անել։ Հայր, հայր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող հեռու անցնի ինձնից, իսկ եթե ոչ, կխմեմ այն, քո կամքը թող լինի։
Եվ քնեք եւ հանգստացեք։ Ահա, հասել է ժամը։ Եվ մարդու որդին մեղավորների ձեռքն է մատնվելու։ Ահա, հասավ ինձ մատնողը։ Հուդա, Հուդա, համբուրելով ես մատնում մարդու որդուն։ Ում եք փնտրում։ Հիսուս Նազորեցուն։ Ես եմ։ Ում եք փնտրում։ Հիսուս Նազորեցուն։ Արդեն ասացի, որ ես եմ։ Հրնեք նրա։ Պետրոս, սուրը ցած գցիր, որովհետև սուր վերցնողը սրով էլ կընկնի։ Ամեն օր ձեզ հետ էի տաճարում եւ իշ չբռնեցիք։ Իսկ հիմա ավազակեր ու նիզակներով եւ մաղակներով եք գալիս ինձ վրա։ Կապել նրա։ Ագացրու։ Առաջ անցու։ Դու էլ Գալիլեացի Հիսուսի հետ էիր։ Չգիտեմ, թե ինչ բանի մասին ես խոսում։ Սա էլ Նազովրեցի Հիսուսի հետ էր։ Այդ մարդուն չեմ ճանաչում։ Իրոք որ դու էլ նրանցից էիր, քանի որ խոսվածքդ էլ է մատնում քեզ։ Երդվում եմ, որ չեմ ճանաչում այդ մարդուն։ Տերին, ինչ արեցի, Սիմոն, ինչ արեցիր, ոնց կարողադ հատպես վարվել քեզ հետ, Տեր, ես, դու ասացիր, ես մտածում էի, որ դու ասացիր, դու գիտեիր, դու իսկապես ճանաչում էիր ինձ, գիտեիր, որ թեև սիրում եմ, բայց չնայած ինձ սիրել, եթե սիրեի, դե Սիմոն, գնա ու ապրիր, բայց ապրիր գիտակցելով, որ դավաճանել ես, դավաճանել մեկին, ով սիրեց քեզ, ով ստիպեց քեզ հավատալ, որ դու սիրված ես, ու միջոցով դու դարձար Պետրոս, հրաժարվեցիր մեկից, ում հետ քո կյանքն իմաստացավ, լքեցիր մեկին, ում հետ դու շատ հրաշքներ տեսար, հիվանդների բժշկվելը, անգամ մահացածի կենդանանալ, թողեցիր մեկին, ում հետ քայլեցիր ջրերի վրայով, լքեցիր մեկին, ով միշտ օգնում էր ու կանգնած էր քո կողքին։ Բայց ճիշտ այն պահին, երբ պետք էր, որ հենց դու կանգնեիր նրա կողքին, անգամ չկարողացար արթուն մնալ։ Էլ ուր մնաց, որ Ահ, Սիմոն, որքան էլ որ փորձեցիր ուժեղ ցույց տալ քեզ, ցույց տալ, որ դու համարձակ ես, որ դու ամենաշատն ես սիրում, բայց վախկոտի պես պահեցիր քեզ այն ժամանակ,
Երբեմն շատներ պետք ուժեղ լինել։ Ախ, Սիմոն։ Ախ, Սիմոն։ Ինչ արեցիր։ Տերն ասում էր. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը։
Ճիշտ է կյանքը։ Իսկապես որ կյանք կար նրա մեջ։ Երբ իմ Տերը խոսում էր, ասես կյանքը հոսում էր նրա միջից։ Նա էր իմ կյանքի իմաստը։ Նրանով ես ապրելու նպատակ ունեցա։ Նա ինքը կյանք տվեց ինձ հանելով իմ միջի դևերին։ Նրա ամեն մի բառը կենդանություն էր բերում։ Իսկ հիմա ասում են, որ ապրեմ։ Ինչպես ապրեմ առանց նրա, առանց իմ տիրոջ, առանց իմ կյանքի, ինչպես երգեմ, պարեմ և ուրախանամ, չէ որ նրա մեջ էր իմ ուրախությունը, ինչպես կարող եմ մոռանալ նրան, ինչպես մոռանամ նրա տառապանքը, ես այնտեղ էի, այնտեղ, խաչի մոտ, կանգնած էի խաչի տակ ու տեսնում էի, թե ինչպես է հառաչում ցավից, ինչպես է լքված ու միայնակ կրում իր պատիժը։ Իսկ ես կանգնած էի այնտեղ, բայց ոչնչով չէի կարողանում օգնել նրան։ Տեր իմ, ես սիրել եմ քեզ, հիմա էլ սիրում եմ, ու հիմա կարոտել եմ, քո խոսքը, քո ժպիտը, քո հայացքը, քո ամեն մի բառը, բառեր, որոնք ասես շունչ էին ինձ համար։ Հիմա կապրեմ կարոտը սրտում, կկարողանամ մոռանալ, համակերպվել ու շարունակել հավատալ, որ նա, ով իմ կյանքն ու ապրելուս իմաստն էր, էլ չի գա, էլ չի նայ ինձ, էլ չի խոսա ինձ հետ, էլ չի ասի ինձ, Մարիամ, Տեր, իմ Աստված, Ով կին, ինչու ես լաց լինում, ում ես որոնում։ Ես իմ տիրոջն եմ փնտրում, ես գնացել էի գերեզման, բայց նա այնտեղ չէ, չեմ կարողանում գտնել նրա մարմինը։ Պահապան, գուցե դու գիտես, թե նա որտեղ է, իսկ գուցե դու ես տարել նրան այստեղից, ասա ինձ։ Մարիամ, Ուսուցիչ, դու։ Մի դիպչիր ինձ, որովհետև ես դեռ վերջ չեմ ելել իմ հոր մոտ, բայց դու գնա, իմ եղբայրներին ասա, որ ես վեր եմ ելնում իմ հոր մոտ և ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ և ձեր Աստծո։ Ես գնում եմ Գալիլեա և նրանց այնտեղ կսպասեմ։ Իմ Տերը չի մահացել, նա կենդանի է, իմ Տերը հարություն է առել, ես պետք է գնամ ու իմ եղբայրներին ասեմ, որ իմ Տերը հարություն է առել։ Մարիամ, Ինչ է պատահել։ Ես տեսա նրան,
Ում։ Իմ տիրոջը, նա չի մահացել, իմ տերը կենդանի է։ Դա իսկապես նա էր։ Այո, դա նա էր, ես չէի կարող շփոթել, ես այնքան ուրախ եմ, սիրտս ցնծում է Իսկ ուրախությունից։ հիմա որտեղ է նա։ Նա ասաց, որ գնում է Գալիլեա, ու դες այնտեղ կսպասի։ Գալիլեա, դե եկեք գնանք նրա մոտ։ Իհարկե կգնանք, բայց միջ գնալ եկեք ուրախանանք եւ ցնծանք, որտեղ մեր Տերը, մեր ուսուցիչը հարություն է առել։ Ուրախացեք մարդիկ, ցնծացեք, բարի լուրը աշխարհին ավետեք։ Նա այստեղ է հիմա, հարության զորության, եկեք ասենք նրան, պարգև իշխան։
Ամեն